Սիրելիներ, այսօր շատ հայտնի առակ է, բոլորս գիտենք ես։ Բայց եթե մեր հայրերը գրել են, որ ամեն տարի այս մասին պիտի ընթերցենք, նշանակում է ինքը կարևորություն ունի։ Հիմա գալիս ենք Լուկասու ավետարան 18-րդ գլուխ։ Փարիսեցին եւ Մաքսավորը բոլորս գիտենք։ Երկու մարդ տաճար ելան աղոտ կանգնելու, մեկը փարիսեցի, մյուսը Մաքսավոր։ Փարիսեցիները ուրեմն մոտ մի 200 տարուց ավել իրենք օգտակարություն են բերել այս ազգին։ Իրականության մեջ իրանք շատ մեծ գործ արեցին, իրենք օրենքը լավ գիտեն, սովորեցնում էին, բայց ունեն իրենց մեջ մեր Տիրոջ կողմից որ դատապարտում են իրենց կեղծավորության համար կարևոր բաների վրա ուշադրություն չէին դարձնում, օրինակ հավատքի վրա, սիրո, ողորմածության, մարդասիրության վրա իրենք ավելի շատ այսպես օրենքն էին ուզում տառացի պահել։ Տեսեք օրինակ այնտեղ կային փարիսեցիներ, սադուկեցիներ, տարբեր այսպես կուսակցության պես բաներ են։ Փարիսեցիները ունեին ուրեմն հավատք, հարության հավատք ունեին։ Օրինակ սադուկեցիները չէին հավատում հարությանը։ Հավատում են հրեշտակներին, հոգիներին, հոգու գոյության այսպես ասեմ։ Սադուկեցիները չէ։ Եվ սրանք երբ որ տաճարը կործանվեց առաջի դարում 70 թվականին, դե քանդվեց իրենց երկիրը։ Դրանից հետո այդ երկիրը պահեցին կամ այդ հավատքը պահեցին փարիսեցիները, իրենց հետնորդները, իրենք այդ ազգի գոյության համար հիմա էլ որ կան, իրենք մեծ նշանակություն ու դեր ունեցան իրենց ազգապահպանության հարցում։ Իսկ մաքսավորները դրանք հարկահավաքներն էին, որ հարկ էին հավաքում, բայց քանի որ իրենք հռոմեական իշխանության, պետության իշխանության տակ էին, այդ գումարը տալիս էին հռոմեացիներին։ Այսինքն իրենք իրենց համար, այդ ժողովրդի համար մաքսավորները ատելի էին շատ։ Բայց Քրիստոս դեպի մեղավորները գնաց, գիշեք Զաքեոս Մաքսապետը, որը որ կարճահասակ էր, որ բացացավ ժանտաթզենու վրա, որ Տիրոջը տեսնի։ Իմիջայլոց ասեմ, այդ ժանտաթզենի, որ կկարդակ, իրենք մեծ թուզ են տալի, այսպես, մեծ, բայց ուտելու բան չէ, մեծ ծառ է։ Դա մեծանում են ժանտաթզենիները, բայց միրգը ուտելու չէ, դրա պտուղ ուտելու չէ, այսպես պտուղներ են տալիս մեծ։ Փարիսեցիները նաև գիշեք Պողոս Առաքյալը, Նիկոդեմոսը, Պողոս Առաքյալը ասում է, ես փարիսեցի եմ, փարիսեցու որդի, երբ որ դատավարություն էր տեղի ունենում, եւ այդ օր ուզում էին իրեն սպանեին։ Հրեաները երդվել էին 40 հոգով, որ հաց չեն ու ջուր չեն խմի, մինչև սպանեն Պողոս Առաքյալին, դրա համար այդտեղից մի խոսքով տեղափոխեցին։ Այդ ակամայից հիշեցի այս պատմությունը։ Շատ լավ, երկուսով գնում են աղոթք անելու։ Մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Եվ այսպես ասում է, փարիսեցին կանգնած էր մեկուսի առանձին եւ ինքն իրեն այս աղոթքն էր ասում։ Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից։ Ինչ լավ բան է, չէ՞ ասում, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց։ Այստեղ արդեն քրիստոնեական մոտեցում չէ։ Նույնիսկ մենք երբ որ կանգնենք Տիրոջ առաջ, մեր դատաստանի ժամանակ, մենք չենք համեմատվելու ուրիշների հետ։ Չի աշխատում էս։ Չէ, աշխատում է։ Երևի ձայն եք թույլ ավելի։ Այնտեղ նարով պետք է բարձրացնենք, չի լսում երևի։ Նույնիսկ ուրեմն մեր դատաստանի ժամանակ մենք չենք համեմատվելու ուրիշների հետ։ Պողոս Առաքյալն էլ այդպես խոսում, ասում է՝ մի համեմատվեք ուրիշների հետ։ Ամեն մեկը յուրովի է քրիստոնյա, ամեն մեկը իր չափով կարող է հավատքը պահել։ Ամեն մարդ չէ վարդապետ, ամեն մարդ չէ, որ պիտի լինի ճգնավոր, քարոզիչ,
ուսուցանող, մարդիկ տարբեր են։ Ամեն մեկ ըստ իր կարողության։ Տեսեք ինչ հետաքրքիր հոգեբանություն կա, չէ՞, մեր մեջ խաչամփուրվա ասված, երբ որ արարողություն ենք անում, մարդիկ խաչամփուր են տալիս։ Որ ասում են ինչքան պիտի վճարենք, ասում ես դե խոսքով այդպես։ Ըստ այս տրամաբանությունից ելնելով է որ ասում են, չես կարող էր այսպես հստակ ինչ-որ բաներ ասել։ Ամեն մեկ իր կարողության չափով, այդպես ասեմ։ Եվ ինքը համեմատում է, ասում է, նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները եւ կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ 2 անգամ էլ ծոմ եմ պահում, մահմեդականները նույն ձևով են ծոմը պահում, գիտեք ոնց են ծոմ պահում, առավոտ լույսը բացվեց, հացը չեն ուտում, մինչև երեկոյան մութ ընկնել է։ Մենք ուրիշ կերպ ենք, չէ՞, պահում։ Մերը տարբեր է։ Իրենք այսպես է, լույս ժամանակ, առավոտ արևածագից մինչև մայրամուտ հաց չեն ուտում, դա համարվում է 1 օր ծոմ պահել։ Մերը ավելի այսպես երկար է, այսպես ասեմ, շատ լավ։ Եվ 10-րդ է տալիս, պարզ է, որ հասկանալի է սա։ Տեսեք, ուրիշների հետ համեմատվելը ճիշտ չէ եւ ուրիշներին մեղադրելն էլ ճիշտ չէ։ Այսպես դժվար է։ Նայեք ասեմ, մարդը ընկնում է հպարտության մեղքի մեջ։ Օրինակի համար, երբ որ տեսեք, մենք յուրաքանչյուրս կարող ենք օրենքը պահել, հավատքը, կանոնները, կարգերը, ամենը պահել, բայց պիտի զգույշ լինենք, որ մեր մեջ հպարտության մեղք մուտք չգործի։ Մենք սկսում ենք համեմատվել ուրիշների հետ այդ ժամանակ։ Այս համեմատվելը սխալ է, ժողովուրդ։ Համեմատվելը տանում է մարդուն մեծամտության։ Եվ անկախ ձեզանից կարող եք բարկանալ, մյուսների վրա սկսել, մյուսներին մեղավորներին մեղադրել, ովքեր այդ մեղքի գործում են կամ սխալի մեջ են։ Դա գիտեք ինչ է նման, որ ծխելը թողնես ու սկսես մեղադրել բոլոր ծխողներին։ Ինչ ասես կարող ես ասել սատանայի բուրվար է, պատություն, թույլ է այդ մարդը, կամքից զուրկ է, հավատք չունի, Աստծուն չի ապավինում, ինչ ասես կարող ես ասել։ Բայց մոռանում ես, որ ժամանակին դու ես ծխում։ Սիրով մոտեցին հարցին։ Մեղադրելը օգուտ չի տալիս, այլ երբ որ սիրով ես մոտենում, այդ ժամանակ կարող ես օգուտ տալ։ Որտեւ Քրիստոս ինչ էր ասում։ Ինքը չի մեղադրել, չի ասել օրենքը պահելը սխալ է, 5 տականի օրենքը։ Ինքը ասում է ոչ ճիշտ կիրառումը, օրենքից դուրս է մղվել ողորմածությունը, սերը, մարդասիրությունը։ Այ հիմա տես դրա համար եմ ասում, որ երբ որ ուրիշների մասին արդեն խոսում ենք, սիրով չենք մոտենում, որ մարդուն փորձենք ուղղել, մի քիչ վերևից ենք նայում։ Դա արդեն հպարտության մեղքի մեջ է գցում մեզ։ Հիմա շարունակեմ եւ իսկ Մաքսավորը արդեն գիտեք, որ կանգնած էր մեկուսի եւ չէր կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. Աստված ներիր ինձ մեղավորիս, Աստված քավյազ ինձ մեղավորս, ներիր ինձ։ Եվ Քրիստոս պարզ է ասում է, սա իջավ իր տունը արդարացած, մյուսը, որովհետեւ ով բարձր եւ մյուսը ոչ, այսինքն Մաքսավորը ոչ, ներողություն, Փարիսեցին ոչ։ Որովհետև ով որ բարձրացնում է իր անձը կխոնարհվի եւ ով խոնարհեցնում է իր անձը կբարձրացվի, այո։ Աստված մեզանից ինչ է պահանջում, խոնարհություն։ Խոնարհ լինենք, մեծամտությունից հեռու լինենք։ Դա ախտ է, հիվանդություն է մեծամտությունը։ Եվ լավ տեղ չի տանելու մեզ։ Դրա համար այս առակը սկսելուց առաջ ինչ է ասում, այս առակն էլ ասած ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են եւ արհամարում էին ուրիշ շատերին, որպեսզի մյուսներին չարհամարհեն։ Երբեմն մեզ զգուշացումներ են անում։ Զգուշացնում են մեզ։ Երբեմն դիտողություն են անում ժողովուրդ։
աշխատեք դրանց մեջ տեսնել Աստծո կամքը տեսնել, աշխատեք դրա միջոցով փորձեք գտնել խոնարհություն, որ միգուցե մենք էլ ժամանակի ընթացքում այդպես է, մարդը բթանում է, եւ զգացողությունները, եւ ամենը, եւ կարող ենք արդեն սխալի մեջ լինել ու սխալը չնկատել, բայց երբ որ ուրիշ մեկը մեզ ասում է սխալի մեջ ենք, սկսում ենք վիրավորվել, այդ վիրավորվելու փոխարեն աշխատեք, մտածեք, դա ձեզ կտանի դեպի ավելի կատարելություն։ Մարդը սխալը տեսել է, խոսել է, ասել է։ Դրա համար ավելի լավ է շնորհակալ լինել։ Տեսեք ինչ է, Պողոս առաքյալը, երբ որ նամակ է գրում Կորինթացիներին, երկրորդ նամակը Կորինթացիներին ուղղված, տեսեք ինչ է ասում։ Արդ ես պետք է պարծենամ, թե ոչ մի օգուտ չունի պարծենալ։ Ինչի համար, որտեղ Պողոս առաքյալը քարոզիչ էր, ինքը փոքրիկ էր, ինքը ձայն չուներ այսպես, ռետորի ձայն չի ունեցել ինքը, բայց ինքը գիգանտ էր, հանճար էր ինքը մեծություն էր։ Կորինթացիները Հունաստանի ժողովուրդն էին, իրենց պետք էր, որ իրենց քարոզիչը այսպես հզոր լինի, ձայնը ուժեղ լինի, ռետորի պես պիտի լինի։ Եվ Պողոս առաքյալը ասում է, ես էլ շատ բաներ ունեմ պարծենալու, հպարտանալու, բայց օգուտ չկա դրանից։ Թեկուզ ասում է, սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ հայտնությունների մասին։ Ինքը իր մասին տեսեք ինչ է ասում։ Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ 14 տարի առաջ թե մարմնով էր չգիտեմ եւ թե առանց մարմնի չգիտեմ, Աստված գիտի, հափշտակվեց մինչեւ 3-րդ երկինք։ Իր մասին է խոսքը։ Աստված իրեն տարել է ցույց է տվել։ Այդ երիտասարդին ով իր կյանքը նվիրեց Աստծուն, չամուսնացավ, կուսական կյանքով ապրեց, ամբողջ կյանքը քարոզեց, այն աշխարհ գնալուց այսպես ասեմ, առաջել Աստված իրեն հայտնեց, որ ինքը պիտի արդեն ճանապարհվի, ամբողջ կյանքը քարոզեց, միջերկրական ծովի ափի հետ բոլոր երկրներում, հռոմ մինչև այսպես ու պտտվում էր, 3 ճամփորդություն ունեցավ այդպես։ Նորից ասում է, գիտեմ մի այդպիսի մարդու մարմնով է թե առանց մարմնի հափշտակվեց մինչև դրախտ եւ լսեց անպատում խոսքեր, որ մարդս արտոնբաց չէ խոսիլ։ Այսինքն դրախտն էլ է տեսել, բայց դրա մասին թույլտվություն չի ունեցել, որ ինքը խոսի այդ մասին։ Մեծ Պողոս առաքյալը Քրիստոսի 12 առաքյալներից մեկը չէր։ Հետո ինքը Քրիստոսին անձամբ չտեսավ ֆիզիկապես, այդ 33 տարիներին, որ ինքը ապրեց, Քրիստոս։ Բայց հետո ինքը նման բաների արժանացավ, տարվեց դրախտը տեսավ եւ իրեն արտոնված չէ այդ մասին խոսել է։ Այդպիսի մեկով պիտի պարծենամ, բայց ես ինձնով չպիտի պարծենամ, այլ միայն իմ տկարություններով, իմ թուլություններով։ Եթե պարծենամ էլ հիմարի մեկը չեմ լինի, քանզի ճշմարիտն եմ ասում, բայց հրաժարվում եմ ասելուց։ Գուցե մեկը ավելի համարում ունենա իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մեջ կամ լսում ինձնից։ Եվ վերջի այսպես կարևոր նախադասությունը, որ չեմ ուզում այլևս այսպես շատ երկարընթերցեմ, թեման փոխում է, որպեսզի այդ հայտնությունների առատությամբ չհպարտանամ, որտեղ մարդին չէ, որ տեսել է, համեմատվելով ուրիշների հետ իր մեջ հպարտություն կարող է գալ, որ ինքը առանձնահատուկ է, եւ մենք էլ ենք հասկանում, որ ինքը առանձնահատուկ է, բայց որպեսզի չհպարտանամ, ասում է, ինձ տրվեց մարմնի խայտ։ Այստեղ հստակ չգիտենք ինչ է այդ մարմնի խայտը, հիվանդություն է, տկարություն է, եւ բացատրություն է մի տեսակ տալի, ասում է սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի ինձ, որպեսզի չգոռոզա մտանամ։ Ինչ որ մի բան, որը որ իրեն թույլ չի տալիս, որ ինքը մեծամտանա։ Դա միգուցե մարդկային տկարություններն են, կամ չարից ասեմ հարվածներ, հստակ ոչինչ չի ասում ժողովուրդ, բայց ինքը այդ որպեսզի չհպարտանա, դրա համար ինչ որ հարված անդած ստացել, լավ այդպես ասենք, որպեսզի չմեծամտանա, երբ որ ուզենա մեծամտանալ, այդ հարվածը գա իր վրա եւ ինքը հասկանա, որ ինքը մեծ բան չի,
այսպես ոմն մեկը չէ։ Եվ դրա բացատրություններ հետո խոսում է։ Սա էր որ շատ հետաքրքիր հատված է այսպես Պողոս առաքյալի հետ կապված, բայց այս հատվածը ուղղակի ուզում եմ հասկանալ, որ մենք երբ որ ուզում ենք հպարտանանք, փորձենք նաև հիշել մեր տկարությունները, մեր թուլությունները, որպեսզի չհպարտանանք։ Կամ գոնե հիշենք, որ մենք Աստծո առաջ մեղավոր մարդիկ ենք, որպեսզի չհպարտանանք, ժողովուրդ։ Այդպես է։ Փորձառությունը այդպես է ցույց տալիս։ Մարդը հպարտանում է, երբ որ ինքը դառնում է առանձնահատուկ։ Այսինքն ով ուզում եք եղեք, ուզում եք չեմպիոն դարձեք, ուզում եք գիտնական դարձեք, խոնարհությունն է, որ գնահատվում է։ Այդ խոնարհությունը եւ Աստծո առաջ է գնահատելի եւ մարդկանց առաջ։ Աստված թող երբեք չթողնի, որ մենք հպարտանանք։ Տիրոջ իմաստությամբ եւ օրհնություններով ամեն։ Եվ դու մեզ համարձակած բարբարով բանալս բերանս մեր կարդալս քեզ երկնավոր թար երկել եւ ասել։ Այժմ և միշտ և ավիդյանց, ավիտենից, ամեն։